Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Նոր վերադարձությունները նախ համարում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Այդ պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը։ Արարատ Միրզոյանի հանդիպումները Նյու Յորքում շարունակվում են։ Արտաքին գործերի նախարարի հերթական հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ էր։ Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել եւ նախաքննական մարմինը ներկայացվել մեկ անձ։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված իրերը։ Հեցի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր 22850 կՎտ հավելագրումներ, նախաձեռնվել են քրեական վարույթներ, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ինչ հետևանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա։ Այս հարցի պատասխանը տվել է էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով, նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ 44 օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը։ Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Համազարգով! Արի, լսում ես ինձ։ Գրող! 2020 թվական սեպտեմբերի 27 7:10 րոպեին Արցախում հնչեց տագնապի առաջին ազդանշանը, որը գուժում էր Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը։ Այդ օրը դարձավ մեր պատմության ամենաարյունոտ էջերից մեկը։ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց, նպատակ ունենալով ուժի միջոցով լուծել Արցախյան հիմնախնդիրը։ Ադրբեջանի թիրախում առաջինը հայտնվել էր պաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, որի մեծ մասը ոչնչացվել էր։ Բացի այդ, զգալի վնաս էր հասցվել նաև հրետանուն։ Պատերազմի առաջին օրը, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմը 58 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր ուներ։ Նույն օրը ազգային ժողովում արտահերթ նիստ գումարվեց եւ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվեց։ 44 օր շարունակ հայկական կողմը միայնակ պայքարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Թուրքիան բացահայտ ցույց էր տալիս իր ներգրավվածությունը պատերազմում, երբ դրա մեկնարկից ընդամենը 2 օր անց, սեպտեմբերի 29-ին, խոցեց հայկական զինված ուժերի Su-25 ինքնաթիռը։ Բաքուն չէր թաքցնում ոչ թուրքական բայրակթարների, ոչ թուրք ռազմական գործիչների ներգրավվածությունը, ոչ էլ անգամ փաստը, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջան են տեղափոխվել հարյուրավոր սիրիացի զինյալներ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ ուներ ոչ միայն ռազմական հաղթանակի հասնելու, այլև այս անգամ վերջնականապես լուծելու Արցախը որպես հայկական տարածք ճանաչելու հարցը։ Հարձակման առաջին իսկ օրվանից հակառակորդը կիրառեց հարձակվողական մեծ ուժեր, օգտագործելով տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ այլ ծանր տեխնիկա։ Ադրբեջանը, չնայած իր զորքի թվաքանակի եւ զինտեխնիկայի առավելությանը, չհասավ իր գլխավոր նպատակին՝ Արցախն ամբողջությամբ գրավելուն։ Սակայն պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքը գրավեց բազմաթիվ տարածքներ, այդ թվում Շուշին, Հադրութը, Ջրականը եւ Մատաղիսը։ Այս կորուստները հսկայական ազդեցություն ունեցան թե մարտավարական, թե ռազմաքաղաքական տեսանկյունից։ Հոկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում իրավիճակը բարդ է, իսկ հարձակման ծավալներն աննախադեպ են։ Ալիևն էլ շտապեց տոնել իր բանակի առաջին հաջողությունը՝ Մատաղիսում բարձրացնելով Ադրբեջանի դրոշը։ Հաջորդ օրն ադրբեջանական կողմը հայտարարեց Ջրականն ու հարակից գյուղերը գրավելու մասին։ Պատերազմը մեկնարկելուց կարճ ժամանակ անց ադրբեջանցիները հասել էին Արցախի խոշոր քաղաքներ։ Շուշիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունից տասնյակ ոստիկաններ զոհվեցին, այդպես էլ չհասնելով մարտի դաշտ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի մեկնարկից 11 օր անց հայտարարեց. տեղի ունեցողը ողբերգություն է, իսկ հանգուցալուծումը դեռ չի նշмарվում։ Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանը հայտարարեց Հադրութը, Ֆիզուլին, հետո Կովսականը եւ
եւս 34 բնակավայր գրավելու մասին։ Հայկական ուժերը կատաղի պայքարով, մեծ կորուստներով, սխրանքներով փորձում էին չզիջել դիրքերը, սակայն նահանջն անխուսափելի էր։ Պատերազմի դադարեցման համար Ալիևը նախապայմաններ էր թելադրում, պահանջելով հայկական կողմից գրավված տարածքների վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերաբնակեցում Շուշիում եւ Արցախի մյուս բնակավայրերում։ Սակայն հայկական կողմի համար բոլոր պայմաններն անընդունելի էին։ Միջազգային հանրությունը կոչ էր անում դադարեցնել կրակը, իսկ դրան զուգահեռ Բաքուն ոչ միայն ռմբակոծում էր Արցախը, այլև հարվածներ էր հասցնում նաեւ Հայաստանի պետական սահմանին։ Նոյեմբերի 8-ին Ալիևը հաղթական տրամադրությամբ հայտարարեց հաղթանակի եւ Շուշին ազատագրելու մասին։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեկնարկած դաժան պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Եռակողմ փաստաթղթով Հայաստանը պարտավորվել էր մի քանի օրվա ընթացքում զորքերը դուրս բերել Արցախի այն հատվածներից, որոնք դեռ հայկական էին։ Լաչինից մնացած 5 կիլոմետր հատվածում վերահսկողությունը ստանձնեցին ռուս խաղաղապահները։ 44 օր տևած պատերազմի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների Արցախում եւ Հայաստանում զոհվել են 3809 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք։ Իսկ ահա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անտեսելով ռուս խաղաղապահների ներկայությունը կրկին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ, որն էլ հանգեցրեց հայկական երկրորդ հանրապետության հայաթափմանը։ 44-օրյա պատերազմի հետևանքով բազմահազար ընտանիքներում մարեց տան ջրակը։ Բազմաթիվ հայեր զրկվեցին հայրենիքից։ Պատերազմից 5 տարի է անցել, բայց ցավը դեռ չի սպիացել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումները քննարկել եմ ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարի երկու պարոն Բլեյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի օր, ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք մեր պատմության ամենացավալի էջերից մեկից այսօր դրանումը 5-րդ տարելիցը Ադրբեջանի եւ Արցախի հետ կապված։ 5 տարի առաջ այսօրը Ադրբեջանը իր սիրելի գործընկեր երկրների հետ, հիմա կնշենք այդ մասին, էսկալացիա արեցին եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղի շփմանգծի հատվածով նաև Հայաստանի հատվածում սկսեցին էսկալացիա եւ մեծ ռազմական գործողություններ, որի արդյունքում ունեցանք այն, ինչ հիմա ունենք։ Բանկ ամենասկզբից, ինչու այսպես եղավ, ինչն էր պատճառը, որ Ադրբեջանը 16 թվականի քարոզիայից հետո նորից գնաց նման արկածախնդրության եւ ինչպես մեր պարտությունը տեղի ունեցավ։ Նախ ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, ցավակցում եմ բոլորիս, որովհետեւ դա բոլորիս ցավն էր, բոլորիս դարդներ եւ առ այսօր շատերը չեն կարողանում այդ էջը թեքել։ Գիտեք, դա տեսանելի էր դեռ 2007 թվականին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ով համարվում է ճարտարապետը այս տարածաշրջանի անվտանգության, իր Մյունխենյան ճառով ազդարարեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը այլևս ձեռք չի տալիս Ռուսաստանի Դաշնության եւ այն պետք է փոխվի։ Եվ այդ ժամանակվանից արդեն պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես պետք է ստատուս քվոն փոխվի։ Եվ 2008 թվականին արդեն այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Իլհամ Ալիևի հետ ստորագրում են ռազմավարական համագործակցության հռչակագիր եւ երբ ուսումնասիրում ես այդ փաստաթուղթը, այնտեղ սևը սպիտակով գրված է, որ տարածքային տարատեսակ վեճերը պետք է լուծվեն հենց տարածքային ամբողջականության հիմքի վրա, այսինքն չկար ազգային ինքնորոշման մասին որևէ դրույթ։ Եվ այդ ժամանակվանից ի վեր արդեն պարզ էր դառնում, որ այդ ստատուս կվոն պետք է փոխվի եւ հենց դա էր պատճառը, որ 2010 թվականից սկսած բազմամիլիարդանոց զենքի վաճառք տեղի ունեցավ Ադրբեջանին, մենք հիշում ենք այդ ժամանակ կտկտուր բողոքում էինք, բայց ի վերջո բնականաբար Ադրբեջանը դա օգտագործել էր հենց Արցախի եւ Հայաստանի դեմ, որովհետեւ ելում դեմ պետք է նա օգտագործեր այդ զենքը։ 2016 թվականին եղավ առաջին փորձը, այսպես ասած, քարորյան նախազգուշացումը եւ հետո արդեն գիտեք, որ ի հայտ եկավ քարորյա ներողություն Լավրովյան պլանի այդ, այսինքն բարձրաձայնվեց Լավրովյան պլանի մասին եւ երբ ուսումնասիրում ես Լավրովյան պլանը, տեսնում ես, որ օրինակ Կազանից հետո
Այսինքն ամեն անգամ այն առաջարկը, որ մենք ստացել ենք, եղել է ավելի վատ, քան նախորդը։ Իսկ իրենք ասում են, նույն Մարիա Զախարովան նշում էր բազմաթիվ անգամներ, որ դուք եք մեղավոր, որովհետև դուք չընդունեցիք մեր որևէ պայման, որը լավագույնն էր այս իրավիճակի համար։ Դե Մարիա Զախարովան այսօր ասում է, որ 2023 թվականի արդեն Արցախ հայության էթնիկ զտումը տեղի ունեցավ էլի մեր մեղավորությամբ։ Իհարկե իրենք չեն ասի, որ դա դուգինիզմի իրենց պատկերացրած Եվրասիան է, ըստ որի թուրքական աշխարհը, այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, պետք է առանձնատուկ դերակատարում ունենան։ Մենք հիշում ենք նույն հենց դուգինը, քանիցս Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո կշտամբել է Իլհամ Ալիևին, որ նա չի կատարում իր պարտականությունները, Ռուսաստանն իր կողմը կատարեց, օգնեց Ադրբեջանին ազատագրել, հա, Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն պետք է մտներ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, եւ Ադրբեջանը չէր կատարում իր պարտականությունները, իրականում Ադրբեջանը ինչ կարողացավ Ռուսաստանից պոկեց, իսկ հետո արդեն օգտագործելով այդ խոցված դիկտատորի պատմությունը, խզեց իր հարաբերությունները, ավելի լարեց եւ այսօր իրենք դեն նետեց, հա, ժողովրդական լեզվով ասած գցեց Ռուսաստանին, կարծում եմ դավաճանները հենց այդպես էլ վարվում են, որովհետեւ այլ կերպ դա անվանել հնարավոր չէ, այսօր գիտեք, որ այդ նույն տարատեսակ պրոպագանդիստները խոսում են Լեռնային Ղարաբաղի իրենց դիրքորոշումից, տարատեսակ լրագրողներ ասում են, որ այ մենք չպետք է դա թույլ տայինք, դա մեր մեղավորությունն է, իհարկե դա իրենց մեղավորությունն է, որովհետև Իլհամ Ալիևը չէր կարող սկսել այդ պատերազմը առանց նախապես իմանալու, որ Ռուսաստանի Դաշնությունը օքեյ է դրա հետ։ Ես դրա համար եմ ուզում զուգահեռներ տանել, երբ որ 16 թվականին քարորյան էր, այն ժամանակ Ռուսաստանը ինչ որ ձևով երևի հասկացավ կամ ինչ որ փորձեցին, կանխեցին, իսկ այս դեպքում Ռուսաստանը պարզապես դիտորդի դերում էր եւ ուղղակի ասում էր հայտարարություններ էր հնչեցնում, որ այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի։ Եվ գիտեք, երբ այդ ժամանակ չէր կարելի երևի թե չանկնկալել, որ Ադրբեջանը պետք է օգտագործի այդ առիթը, որովհետև երբ Միացյալ Նահանգներում իշխանության էր եկել անփորձ նախագահը, Դոնալդ Թրամպը 2020-ին եւ գիտեք, որ նա այնքան էլ հետաքրքրված չէր ընդհանրապես արտաքին։ Բայց Դոնալդ Թրամպը այդ ժամանակ արդեն հեռացող էր, ինքը նա արդեն գնում էր, արդեն հեռացող էր, հենց այդ եւ COVID-ի տարած դարաշրջանը աշխարհը այո COVID-ով էր տարված։ Եվ նա իհարկե օգտագործեց այդ առիթը եւ ամբողջությամբ կիրառեց եւ այն հանգամանքը, որ քաջ իմանալով, որ նա կարող է ամբողջ Լեռնային Ղարաբաղը վերցնել, նա կանգ առավ հենց այն ժամանակ, երբ ռուսնական միջնորդությունը ի հայտ եկավ։ Գիտեք, դրանից առաջ երկու միջնորդություն եղավ եւ նա խախտեց։ Ֆրանսիայի միջնորդությունը, Միացյալ Նահանգների միջնորդությունը, այո։ Եվ միայն Ռուսաստանի Դաշնության միջամտությունից հետո նա համաձայնեց կանգնել։ Ես կարծում եմ, որ դա պատահական չէ, որովհետեւ նա կարող էր չկանգնել, նա կարող էր շարունակել եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղը վերցնել։ Պայմանավորվածություն է եղել, որպեսզի ռուսական խաղապահները մտնեն տարածաշրջան, բայց գիտեք, Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչ միայն կամ ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի մասին էր, որքան Հայաստանի մասին էր, որովհետև նոյեմբերի 9-րդ կետը դա հենց մեղքն էր, որը միտված է հենց Հայաստանի Հանրապետության ի վերջո կազմալուծմանը, որովհետև այն, ինչ մենք տեսանք Լաչինի միջանցքում, որն ապահովում են ռուսները, նույն տրամաբանությամբ պետք է տեղ ունենար արդեն Մեղրիում, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքում, որտեղ իրենք պետք է գային տեղակայվեին, հետո ինչ-ինչ էկոակտիվիստներ գային եւ բողոքեին, ինչը եղավ Բերձորի դեպքում։ Այո, ինչ որ մենք տեսանք։ Եվ հետեւաբար մենք իհարկե սգում ենք, թե ինչ տեղ ունեցավ, բայց մենք պետք է նաեւ հպարտանանք, որ մենք կարողացանք պահպանել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ դա հարված է ոչ միայն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք կարող ենք կորցնել միջազգայինորեն ճանաչված արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Եվ թե մեր զինված ուժերի շնորհիվ, թե արդեն փոփոխվող դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ մենք կարողացանք պահպանել Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, պարոն Բլեյան, ամեն դեպքում կարծես Արցախից սկսվեց, հա, Պանդորայի արկղի բացման process-ը, երբ որ Արցախում այդ ամենը տեղի ունեցավ եւ բոլորը աչք էին փակել, բոլորը ուղղակի հետևում էին ուշի ուշով, մեր դաշնակից գործընկեր մի շարք պետություններ, անմիջապես հաջորդեց ուկրաինական պատերազմը, ռուս-ուկրաինական, եւ դա դրա ածանցյալն է։ Գուցե այն ժամանակ ճիշտ դրսևորման դեպքում չգային հասնեին այս կետին, այսինքն այն ինչ ցանեցին, գուցե դա հնձում են արդեն։ Իրականում դա հենց տեղի ունեցավ այն բանի համար, որպեսզի հետագայում տեղի ունենա հենց ուկրաինական պատերազմը,
պատահական չէ, որ դրանից 1 օր շուտ, թե հենց նույն օրը Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն բարձրացնում էին իրենց ռազմավարական մակարդակը գործընկերությունից դաշնակցության, որպեսզի Ռուսաստանն ապահովի իր թիկունքը Ադրբեջանի հետ կապված, Թուրքիայի հետ կապված։ Եվ նա սկսեց արդեն մտածում էր թե 3 օրում կամ գուցե 3 շաբաթում կամ լավ 3 ամսում 4 օր էին նույնիսկ նշում, որ Կիևը արդեն իրենցը կլինի։ Բայց տեսնում ենք արդեն։ Իշնորհիվ ուկրաինացի զինվորների մենք նաև կարողացանք պահպանել մեր պետականությունը, որովհետև եթե Կիևն ընկներ, միանշանակ հաջորդ թիրախը լիներ Մոլդովան, որը դժվար թե երկար կարողանար դիմադրել, հաջորդ թիրախը կլիներ Վրաստանը, միգուցե ընդհանրապես դիմադրություն չլիներ, եւ արդեն մենք կսահմանակցենք Ռուսաստանի հետ։ Գիտեք, 1920 թվականին մենք կորցրեցինք մեր պետականությունը, երբ օկուպացվեց Ադրբեջանը, հետո օկուպացվեց Հայաստանը, հետո օկուպացվեց Վրաստանը։ Եվ 2020 թվականին կամ 21 թվականին կարող էր օկուպացվել այս անգամ Վրաստանը, հետո Հայաստանը, կարծում եմ Ադրբեջանը արդեն ապահոված կլիներ, որովհետև նա համապատասխան հարաբերություններ ուներ եւ կգնար միջինասիական պետությունները, մենք գործ ունենք նոր օրի Հիտլերի հետ։ Եվ մի մեծ տարբերություն կա։ Ադոլֆ Հիտլերը չէր տիրապետում միջուկային զենքի, իսկ Վլադիմիր Պուտինը տիրապետում է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ սանձարձակ գործողությունների է նա գնում արդեն ՆԱՏՕ-ի տարածքում եւ փորձում է դիտարկել ՆԱՏՕ-ի կարմիր գծերը։ Խոսեցինք ՆԱՏՕ-ից, պետք է նշեմ, որ օրերս 108-րդ Ռոդրոս սեմինարներ տեղի ունենում մեր երկրում, կցանկանայի այդ մասով մեկնաբանություն է ձեր լսել, որքանով էր ճիշտ, հա, այս սեմինարը, ինչ տվեց այն մեզ, որքանով գրգռեց մեր հարևաններին, չգրգռեց, որքանով էր այն արտիական մեր այսպես նոր կառուցվող աշխարհակարգում։ Նաև հաշվի առնելով 2020 թվականի պատերազմը Արցախում, հաշվի առնելով 21 թվականի եւ 22 թվականի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանում, եւ հաշվի առնելով ընդհանրապես, թե ինչ տեղ ունեցավ ի վերջո Լեռնային Ղարաբաղի հետ, մենք պետք է հասկանանք, որ այն անվտանգային համակարգը, որ մենք ունեինք սովետական, հետսովետական, ռուսական, չի աշխատել եւ իդեպ ուկրաինական մարտադաշտը ցույց է տալիս, թե որքան անօգուտ են ռուսական ընդհանրապես զինատեսակները արդի ժամանակակից նատոական ստանդարտների դիմաց։ Եվ այո, ՆԱՏՕ-ի հետ մենք պետք է ել ավելի խորացնենք մեր հարաբերությունները։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ մենք մոտալուտ ապագայում կարող ենք անդամակցել այդ կազմակերպությանը, բայց այստեղ կարևորը ոչ թե հենց բուն անդամակցությունն է, որքան ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանելը։ Որովհետև մենք կարող ենք ունենալ տարատեսակ համաձայնագրեր Ադրբեջանի հետ, ես ողջունում եմ իհարկե օգոստոսի 8-ի հայտարարագիր, հուշագիրը, բայց այդ ցանկացած հուշագիր կարող է մոռացության հայտնվել, եթե Ադրբեջանի պես պետության, եթե Ադրբեջանը հասկացա, որ միգուցե մի քանի տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո, չգիտեմ երբ, կլինի մի այնպիսի աշխարհակաղակական իրավիճակ, եւ նա ցանկություն կունենա հանդգնել, հարձակվել Հայաստանի վրա։ Եվ այ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, բերելով մեր բանակային ստանդարտները ՆԱՏՕ-ի մակարդակին, չափանիշներին, այդ դա է կարևոր։ Այդ դա է կարևոր եւ ի վերջո մենք տեսանք, որ այդ 30 տարին, որ մենք ամբողջ մեր հավկիթները հավաքել ենք ռուսական զամբյուղում, չաշխատեցին։ Ի տարբերություն դրա մենք տեսանք, որ Ադրբեջանը համագործակցում էր գրեթե բոլոր աշխարհակենտրոնների հետ։ Նա լավ հարաբերություններ ընդդիմադիր երկու բևեռների հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե Ռուսաստանի հետ, թե եվրոպական երկրների հետ, Իսրայելի եւ Իրանի հետ, իսկ մենք նույնիսկ ապաստան էին գտել Ռուսաստանի դաշնակից Բելարուսից հանդուգնություն չունեինք գնել պոլոնեզներ կոչված զինատեսակը, որովհետեւ չունեինք ռուսական այդ թույլտվությունը չունեինք։ Եվ մենք հարաբերվում ենք թանապես մեր բոլոր հարևանների հետ կամ թարապես այլ երկրների հետ, այնքանով որքանով դա թույլ կտա Ռուսաստանը եւ երբ խոսում են օրինակ կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին Ռոբերտ Քոչարյանի Վարդան Օսկանյանի ժամանակ ծիծաղաշարժ է դա։ Չի եղել ոչ մի կոմպլեմենտարիզմ։ Տեսեք, նույնիսկ զենքերի մասով խոսույթ էր գնում այդ տարիներին, այդ օրերին, Իսկանդերների կիսատ պրատ գործելու մասին, հա, այսինքն տալիս են մի գործիք, որի բանալին չեն տալիս։
Այս տեսքով արդյունքը լինում է այսպեսին։ Լավ, հիմա անդրադառնանք մի կարևոր զեկույցի, որը նույնպես շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, այդ մասին հայտարարեցին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, շատ երկար, շատ հանգամանալից մի զեկույց էր հրապարակել հենց Ադրբեջանի մասով, Ադրբեջանի բարբարոսությունների մասով, մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ի հայաթափումը Արցախից։ Վերջերս էլ Միացյալ Նահանգների կոնգրեսականներն են մի հատ զեկույց Մագնիտսկու ակտի շրջանակներում կառուցել։ Ինչ են տալիս այս զեկույցները, երբ որ մենք տեսնում ենք միջազգային, իրավական այդ ամբողջ ինստիտուտները կարծես չեն էլ գործում։ Ինչ որ բան հետագայում կլինի այս մասով։ Գիտեք, 2007 թվականի Վլադիմիր Պուտինի ճառը հենց նրա մասին էր, որ իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը պետք է փոխվի եւ հիմնվի ուժի վրա հիմնված աշխարհակարգի։ Եվ 2008 թվականի հարձակումը Վրաստանի վրա, հետագայում 2014 թվականի Ղրիմի անեքսիան, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպայում սկսեցին սահմաններ փոխվել Ռուսաստանի դրդմամբ, ընդ որում Ռուսաստանի Դաշնության, որը նաև անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն էր Ուկրաինայի։ Եվ այնինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որ կոպիտ մարդու իրավունքների սխալ էր։ Հենց միտված էր նրան, որպեսզի նսեմացնեն եւ տարատեսակ այդ միջազգային կառույցները բարոյազրկեն։ Եվ այսօր իհարկե մենք չենք կարող խոսել, որ միջազգային այդ իրավունքը ունի նույն ուժը, ինչ ուներ տարիներ առաջ, նամանավանդ ծառը պատերազմից հետո, բայց այնուամենայնիվ, գիտեք, գնում է պատերազմ, հիբրիդային պատերազմ, հիբրիդային, այսինքն թե մարտական գործողությունների եւ տեղեկատվական, թե ի վերջո որն է լինելու նոր աշխարհակարգը։ Արդյոք իրավունքը տեղ է գտնելու տեղ։ Ես միանշանակ վստահ եմ, որ չի կարող լինել ընդհանրապես աշխարհ, որտեղ չկա իրավունք։ Եվ որքան էլ որ տեղ գտնի ուժի իրավունքը, ինչպես նույնը Դոնալդ Թրամփն է խոսում դրանից։ Այնուամենայնիվ, հայտնվեն ուժեր, որոնք այն է իհարկե նա պետք է նաև գոնե համակերպվի կամ փոխլրացվի իրավունքի վրա հիմնված։ Եվ վերջապես աշխարհը չի կարող անդադ ուժի սպառնալիքի տակ կգա, այդպես ուղղակի պետություններ կվերանան։ Մենք ունեցել ենք երկու համաշխարհային պատերազմ, հենց այն ժամանակ, երբ չկար իրավունք։ Երբ ցանկացած պետություն պատերազմ էր հայտնում մեկ այլ պետությանը, որովհետև նա գտնում է, որ նա ուժեղ է։ Եվ դա է նաև պատճառը, որ մենք ընդունեցինք Հռոմի կանոնադրությունը, որովհետև գիտեք, միգուցե Ադրբեջանը իրան կարող է թույլ տալ, բայց Հայաստանը դա թույլ չի կարող տալ։ Հայաստանի համար շատ կարևոր է լինել այն ընտանիքի մասը, որտեղ գերիշխում է իրավունքը, որտեղ գերիշխում են կանոնները, օրենքները, որովհետև այլ տարբերակ չկա։ Մենք չենք կարող մեր տեղը գտնել, ենթադրենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, որտեղ ոչ թե իրավունքի շուրջ է ընդհանրապես համաձայնության գալիս երկրները, այլ ով բարեկամն է կամ պանյատների շուրջ են գալիս իհայտ։ Մենք չկանք այդտեղ, մենք չենք կարող լինել այդտեղ, որովհետև մենք չունենք այդ քաշը եւ մեզ պետք չի ունենալ այդ քաշը, որովհետև 2018 թվականի հեղափոխությունը նաև եղել է հենց այն պատճառով, որովհետև մարդիկ արդարության պակաս ունեին։ Եվ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հարատևի եւ լինի բարգավաճ, լինի զարգացող, տեխնոլոգիապես զարգացած, մեզ պետք է իրավունքի գերակայություն, մեզ պետք է համագործակցել այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք ընդհանուր արժեքային շահեր, տեսլական նպատակներ։ Մենք չենք կարող ցեղասպանություն վարող պետությունների հետ լինել դաշնակից։ Չենք կարող, որովհետև մենք երբեք չենք ունենա իրավահավասար հարաբերություններ։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն միջազգային իրավունքը որոշակի ժամանակ անց կապ չունի կարճաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում կվերականգնի իր էությունը եւ իսկապես մեղավորները կպատժվեն։ Այն տեխնոլոգիական զարգացումները, որ մենք տեսնում ենք, այն առաջընթացը, թռիչքային առաջընթացը նամանավանդ Միացյալ Նահանգներում, նամանավանդ Իլոն Մասկի գլխավորությամբ, չի կարող պարզապես գոյատևել, եթե չլինի իրավունքի ուժ։ Որովհետև հակառակ դեպքում աշխարհը կտանի կործանման։ Այսօր արհեստական բանականությունը օրորի փոխվում է, օրորի զարգանում է լույսի արագությամբ եւ առանց իրավունքի այդ կապանքների մենք քաոտիկ աշխարհում կդառնանք։ Շնորհակալ եմ մեր հրավերն լսելու համար, շնորհակալ եմ հանգամանալից զրույցի համար։
Շարունակում ենք թողարկումը Արարատ Միրզոյանի հանդիպումները Նյու Յորքում շարունակվում են։ ԱԳ նախարարի հերթական հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ էր, ընդգծելով Հայաստանի եւ Գերմանիայի միջև ձևավորված գործակցության նշանակալի հիմքերը, զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։ Միրզոյանը ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարին տարածաշրջանային հարցերին եւ Հայաստանի հետ գործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։ Արարատ Միրզոյանը եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։ Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հրաժեշտի ասուլիս է տվել, որի ընթացքում եւս մեկ անգամ վստահեցրել է, որ իրենք աջակցություն են հայտնել խաղաղության խաչմերուկ նախագծին, ըստ որի բոլոր երկրները կկարողանան օգտվել տարածաշրջանում առկա տրանսպորտային ուղիներից։ Նա նշել է, դրա արձագանքը հստակ երևում է օգոստոսի 8-ի հայտարարության մեջ, եթե փոխադարձության սկզբունքի վրա դիտարկենք հարցը, ապա եթե Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանն էլ կարող է Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ Եթե բոլոր երկրները կարողանան օգտվել տրանսպորտային հնարավորություններից, ոչ ոք դրան դեմ չի լինի։ Իսկ այն, ինչը մեզ համար անհասկանալի է, վերաբերում է այդ ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողություններին։ Այս հարցում դեռ մանրամասները հստակ չեն, ռիսկը կլինի այն դեպքում, եթե այդ նախագծի մի մասն իրագործվի, իսկ մյուսը ոչ, ասել է Սոբհանին։ Ինչ հետևանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա, այս հարցի պատասխանն էլ տվել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ այն բազմաթիվ հնարավորություններ կստեղծի մեր հանրապետության համար։ Նա նկատել է, որ Հայաստանը ներմուծում է այն ապրանքները, որոնք Թուրքիան է արտահանում, եւ հակառակը։ Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները շարունակում են քննարկման առարկա մնալ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ թուրքական ապրանքների ներթափանցումը ամենևին էլ չի կարող մրցակցությունից դուրս թողնել հայկական արտադրանքը։ Իրավիճակը գիտականորեն վերլուծվել է, վստահեցրեց Պապոյանը, հղում անելով համաշխարհային գիտական հեղինակավոր Սկոպուս Շտեմարան ներառված հանդեսներից մեկում իր եւ Ալբերտ Հայրապետյանի համահեղինակած հոդվածը։ Մենք երկու գիտական ինդեքսներ ենք առաջ քաշել, հա, ուրեմն similarity index-ը, որը նշանակում է նմանության, հա, ինդեքսը եւ complementary index-ը, դա փոխլրացման ինդեքսն է։ Առաջին ինդեքսով Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ինդեքսը, այսինքն 0.25 է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ այն ինչ որ արտահանում են Թուրքիան ու Ադրբեջանը եւ այն ինչ որ արտահանում է Հայաստանը, իրենք նման չեն, այսինքն հետեւաբար տեղ մենք խնդիր ունենք, այսինքն խնդիր չունենք, որտեղ մենք հիմնական ուրիշ բաներ ենք արտահանում։ Սա էկոնոմիկայի նախարարի խոսքով առաջին նմանության ինդեքսի բացատրությունն է։ Ինչ վերաբերում է երկրորդ փոխլրացման կամ լրացման ինդեքսին, ապա այն կազմում է 0.5-ից։ Պապոյանը պարզաբանեց, թե ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ այն ինչ որ մենք ներմուծում ենք, իրենք են արտադրում, այն ինչ որ մենք արտահանում ենք, իրենք են ներմուծում։ Ըստ Գևորգ Պապոյանի, այս ինդեքսների վերաբերյալ գիտական վերլուծական հոդվածով փորձել են փարատել կասկածները։ Նախարարի խոսքով գիտականորեն ապացուցել են, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ թուրքական ապրանքները մրցակցությունից դուրս չեն թողնի հայկականը։ Գիտականորեն ապացուցել ենք, որ այդպիսի բան չկա, ընդհակառակը սահմանների բացումը Հայաստանի Հանրապետության համար բազմաթիվ հնարավորություններ է ստեղծելու, երկրորդ հոդվածն ենք շուտով տպագրելու արդեն հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ տնտեսական հետևանքների մասին, առաջինը ավելի շատ երթուղիների մասին է, արդեն ասեցի, similarity index-ի, complementary index-ի մասին էր խոսակցությունը։ Ես ուզում եմ ասեմ, որ հատուկ ենք որոշել գիտական եւ միջազգային գիտական, որպեսզի կներեք գիտականորեն հիմնավորված ճիշտ բանը չդառնա քաղաքական շահարկման առարկա եւ Facebook-ներում կներեք տշեն։ Այդ միտքը այստեղից ընտեղ։ Այդուհանդերձ ինչ կտա Հայաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացումը։
Ըստ էկոնոմիկայի նախարարության վերլուծության տնտեսագիտական փաստարկները վկայում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթանելու է ազատ առևտուրը։ Սա էլ իր հերթին ներառելու է ռեսուրսների ավելի արդյունավետ տեղաբաշխմանը։ Սահմանի բացումը նշանակելու է ազատ առևտուր մի երկրի հետ, որը Եվրամիության մաքսային միության անդամ է։ Ի դեպ, միջազգային տարբեր կառույցների վերլուծությունների համաձայն ևս հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի հնան կմեծանա։ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով հնայի աճը կկազմի 30%, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30-ից 50%-ով։ Արտահանման աճը կարող է հանգեցնել մինչև հնայի 30-ից 38% աճի։ Արտահանման ներուժի ծավալը կկազմի հնայի 15-ից 19%-ը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ձեռնարկվել են ծավալուն համալիր հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք նա փորձել է այրել։ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ նրա ընկեր քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է 1 անձ։ Տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, նշելով, որ սպանությունները շարունակությունն են փետրվարյան իրադարձությունների։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մերձավան գյուղի ղեկավար Մեհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակման հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է նաև Վալոդիա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Ներքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ ոստիկանների գործողությունները գնահատելու նպատակով հետագա որոշումներ կկայացնեն դեպքի ամբողջական բացահայտումից հետո։ Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան, ես կրկնում եմ տասնյակից ավելի։ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ այժմ էլ ակտիվ գործողություններ են իրականացվում, որ նոր հաշվեհարդար չիրականացվի։ Այս պահին դեռևս պաշտոնապես չի նշվել ձերբակալվածի անուն ազգանունը, սակայն ըստ մամուլի հրապարակումների եւ տարածված տեսագրությունների նա Մերձավանում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, Նարեկ Օհանյանը։ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ դեպքը զուտ միջանձնային կոնֆլիկտ է եւ որևէ քաղաքական տարրեր չկան։ Նա վստահեցրել է, Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը, ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումներին, Սարգսյանը նշել է. Դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում եմ, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանը։ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ի դեպքերից ի վեր եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Նաև մի քանի անգամ ոստիկանությանը հաջողվել է կանխել կողմերի միջև հնարավոր վեճը։ Ըստ Սարգսյանի, ներկայում նախաքննությունը շարունակվում է, պարզվում են բոլոր հանգամանքները եւ հնարավոր կապերն այլ անձանց հետ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հետցի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հաղորդվում է, որ սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր 22850 կՎտ-ժամ հավելագրումներ։ Հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է գլխավոր դատախազություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց, դատավորը հրապարակեց նրա վերդիկտը։ Ըստ այդմ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել Հայաստանի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով։ Վերդիկտում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է $1.5 միլիոն համարժեք դրամ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի եւ նրան փոխկապակցված անձանց հետ։ Այս մասին հայտնում են դատախազությունից։ Դատարանի կողմից հաստատված հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից գլխավոր դատախազություն ներկայացված գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումներ, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի սեփականությանը փոխանցել 608 միլիոն դրամ։ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ այն ամբողջությամբ վճարվել է Հայաստանի պետական բյուջե։ 10 կիլոգրամից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում Երևան-Մեղրի ավտոճանապարհին պարեկները կանգնեցրել են Mercedes Magnus-ի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության, որտեղ նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել եւ դրսեւորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաշնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվել։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել են մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների, ԱՄՆ-ն առաջարկել է 3 ամսով հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, դրա դիմաց պահանջելով ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, նա նշել է, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։ Իրանի կողմից մերժում ստանալուց հետո չի բացառվում, որ Վաշինգտոնը կրկին փորձի կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Իսլամական Հանրապետության դեմ եւ նոր պահանջներ դնի։ Նման հեռանկարը, սակայն Փեզեշքյանին չի վախեցնում։ Անօդաչու թռչող սարքեր են նկատվել Դանիայի ամենամեծ ռազմակայանի մոտ։ Սարքերը նկատվել են մասնավորապես Կարուպի ռազմակայանի մոտ, ինչի պատճառով կարճ ժամանակով փակվել է ռազմակայանի օդային տարածքը քաղաքացիական երթևեկության համար։ Ոստիկանությունը անօդաչու թռչող սարքերի ծագման վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Վերջին շրջանում կասկածելի ԱԹՍ-ներ են նկատվել նաև Գերմանիայի եւ Շվեդիայի օդային տարածքներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի արևելքում գործող ռուսական ստորաբաժանումներին վերջին օրերին հաջողվել է առնվազն 3 նոր գյուղ գրավել։ Պաշտոնական Կիևը դեռևս չի հաստատել ռուսական կողմի հաղորդագրությունը։ Միջազգային լուրերն առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։